Բարև հարգելիներս, այսօր կներկայացնեմ շոկոլադե շիֆոնե բիսկվիթի իմ տարբերակը։ Մեզ հարկավոր է 4 ձու, 40 գրամ կաթ, 20 գրամ բուսայուղ, 120 գրամ շաքարավազ, 80 գրամ ալյուր, 24 գրամ կակաո և 24 գրամ եգիպտացորենի օսլա։ 4 ձվին ավելացնում ենք 1 պտղուն ծաղ և սկսում ենք հարել։ Շաքարավազը ավելացնում ենք 3-ից 4 անգամ։ Ձուն այսպես պետք է հարել, որպեսզի այս ծորացող պատկերը շուտ չհալվի։ Այնուհետ ալյուրը, կակաոն և օսլան մաղելով 2 պորցիայով լցնում ենք խմորի մեջ։ Խառնում ենք շատ ակտիվ, որպեսզի խմորը չիջնի։ Այսպես խառնելով խմորը իր ծավալը պահպանում է։ Հիմա երկրորդ պարծան ենք ավելացնում։ Այնուհետ ալյուրը լուծվելուց հետո ավելացնում ենք կաթը և ձիթայուղը։ Կաթը և ձիթայուղը այսպես խառնում ենք և 2 պորցիայով լցնում ենք խմորի մեջ։ Նշեմ, որ նախապես պետք է միացնել ջեռոցը 170 աստիճան։ Մեր խմորը գրեթե պատրաստ է։ Տարայի մեջ դնում ենք յուղաթուղթ, կողքերը ոչինչ չենք քսում, որպեսզի կարողանա բիսկվիթը բարձրանալ, այլապես բիսկվիթը նույն չափի կմնա։ Այսպիսի ջրիկ խմոր է ստացվում։ Հարթեցնում ենք, և դնում ենք թխվի 25-ից 30 րոպե։ Այս բիսկվիթը պատրաստել եմ նույն բաղադրատոմսով, 2 ձվով, բենտո տորթի համար։ Տեսեք ինչ շքեղ բիսկվիթ է ստացվել։
Ահա հարգելիներս, տեսեք ինչ գեղեցիկ բիսկվիթ ենք ստացել, բարձր, փափուկ, թխվածության աստիճանը ստուգում ենք փայտե չոփիկով, երեսը փակում ենք փայլաթի թեղով, որպեսզի սառի եւ վերջում հանում ենք, հանած տարբերակով արդեն դուք կտեսնեք։ Հարգելիներս, այժմ կտեսնենք մեր աշխատանքի արդյունքը։ Դանակով զգուշությամբ եզրերով անցնում ենք։ Ահա, ինչպիսի գեղեցիկ բիսկվիթ ենք ստացել։ Ուրախ եմ, որ օգտակար եղած ես։ Սիրով կայասվեք։